Ողջույն բոլորին, այսօր հունվարի 26-ն օրը երկուշաբթի եւ US Armedian սկսում է աշխատանքային շաբաթը ներկայացնելով օրվա կարևոր նորությունները։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Սկսենք Մինեապոլիսից։ Այսի գործակալներն այստեղ ցուցարարների հետ բախման ընթացքում կրակել եւ սպանել են հերթական ԱՄՆ քաղաքացուն։ Այստեղ Ալեքս Փեդի մասին է խոսքը։ Սա այս ամսվա ընթացքում, ինչպես նշեցի, երկրորդ մահացու կրակոցն է։ Սենատի առաջատար դեմոկրատ Չակ Շումերը հայտարարել է, որ իր կուսակցությունն այլևս չի աջակցի որևէ ֆինանսավորման օրինագծի, որը ներառում է գումար ներքին անվտանգության նախարարության համար, որի ենթակայությամբ էլ գործում է այսը։ Կոնգրեսը մինչև հունվարի 30-ը վերջնաժամկետ ունի խուսափելու կառավարության մասնակի փակվելուց եւ ներկայացուցիչների պալատն էլ արդեն հաստատել է բյուջեի նախագծերը։ Նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ նշել է, որ մահվան պատճառը դեմոկրատների ստեղծած խառնաշփոթն է։ Զենքի իրավունքների պաշտպանող խմբերը արդեն արտահայտել են իրենց մտահոգությունը վարչակազմի այն փորձերի վերաբերյալ, որոնք Փեդիին մեղադրում են բողոքի ժամանակ զենք կրելու համար։ Վերջինս օրինական իրավունք ուներ զենք կրելու։ Մինեսոթայում նահանգապետ Թիմ Վոլցը հայտարարել է, որ դաշնային գործողությունները խթանում է խառնաշփոթը, այլ ոչ թե վերահսկում այն եւ կոչ արել պատասխանատվության։ Մենք անգամ ժամանակ չունեցանք սկսել պատմել Ռենեի պատմությունը որպես բանաստեղծի մոր եւ պայծառ հոգու, իսկ հիմա արդեն պատմում ենք Ալեքսի պատմությունը։ Այսպիսով իմ հարցն է, ո՞րն է ծրագիրը, Դոնալդ Թրամփ, ասել է նահանգապետը։ Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտնել է, որ գործողության ընթացքում մի անձ է մոտեցել սահմանապահ ծառայության աշխատակիցներին զինված 9 մմ կիսաավտոմատ հրազենով։ Իրավապահները փորձել են զինաթափել նրան, սակայն զինված անձը դիմադրել է ու վարել ագրեսիվ գործողություն, վտանգի պայմաններում վախենալով իրենց եւ գործընկերների կյանքի համար սահմանապահ ծառայության աշխատակիցներից մեկը կրակ է բացել պաշտպանական նպատակներով։ Հաղորդվում է, որ նրա մոտ հայտնաբերվել են նաև երկու լիցքավորված պահունակ, ինչպես նաև նա չի ունեցել անձը հաստատող որևէ փաստաթուղթ։ Իրավապահների գնահատմամբ տվյալ անձը եկել էր առավելագույն վնաս հասցնելու եւ ուծեւ սպանելու նպատակով։ Դեպքից հետո իրավապահների վրա նետվել են տարբեր առարկաներ, այդ թվում սառույցի կտորներ։ Հաղորդվում է նաև, որ բախումների ընթացքում HSI-ի ծառայության աշխատակիցներից մեկի մատը կծել են ու կտրել։ Հասարակական կարգը վերականգնելու եւ ինչպես իրավապահների, այնպես էլ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով կիրառվել են ամբողջի վերահսկման միջոցներ։ Նախարարն ընդգծել է, որ այս ողբերգական դեպքը հնարավոր էր կանխել, եթե վերջինս զինված չգնար, ճակերտավոր ասած, խաղաղ բողոքի ցույցի։ Դաշնային դատավորն այսօր սկսել է լսել փաստարկներն այն հարցի շուրջ, թե արդյոք պետք է առնվազն ժամանակավորապես կասեցնել Մինեսոտայում իրականացվող ներգաղթային լայնածավալ գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են կառավարության աշխատակիցների կողմից 2 մարդու մահվան դեպքի։ Միաժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Վոլցի հետ ունեցել է շատ լավ հեռախոսազրույց, կապված Մինեապոլիսում տեղի ունեցած վերջին կրակոցի հետ։ Սա կտրուկ շրջադարձ է նախագահի հռետորաբանության մեջ, քանի որ նա հաճախ քննադատում էր հենց Վոլցին Մինեսոտայում ներգաղթի հարցերով նրա քաղաքականության համար։ Նախագահ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Մինեսոտա կուղարկի սահմանային հարցերով պատասխանատու Թոմ Համոնին, որը ուղղակիորեն իրեն է զեկուցելու։ Նահանգի եւ Մինեապոլիս ու Սենթ Փոլ քաղաքների փաստաբանները դատանում պնդել են, որ փողոցներում ստեղծված իրավիճակն այնքան լուրջ է, որ դատանը պարտավոր է կանգնեցնել դաշնային կառավարության ներգաղթային իրավապահ գործողությունները։ Այսպիսով, հայցով դատարանից պահանջվում է պարտավորեցնել դաշնային իշխանություններին նվազեցնել Մինեսոտայում գործող դաշնային իրավապահների եւ գործակալների թիվը, հասցնելով այն մակարդակին, որն առկա էր մինչև ուժեղացված գործողությունները, ինչպես նաև սահմանափակել ներգաղթային գործողությունների շրջանակը։ Արդարադատության նախարարությունը հայցը բնութագրել է որպես իրավաբանորեն անհիմն, հայտարարելով, որ Մինեսոտան փորձում է վետո կիրառել դաշնային իրավապահ գործունեության նկատմամբ։ Նախարարությունը դատանի խնդրել է մերժել պահանջը կամ առնվազն կասեցնել հնարավոր որոշումը սպասվող բողոքարկման ընթացքում։ Դեռևս պարզ չէ, թե դատավորը երբ կկայացնի որոշումը։ Գործը կարող է նախադեպ դառնալ այլ նահանգների համար, որոնք արդեն դարձել են կամ ապագայում կարող են դառնալ դաշնային ներգաղթային ուժեղացված գործողությունների թիրախ։ Կալիֆոռնիայի գլխավորությամբ 19 նահանգների գլխավոր դատախազներ եւ Կոլումբիայի շրջանը դատարան են ներկայացրել աջակցող հայտարարություն, պաշտպանելով Մինեսոտայի դիրքորոշումը։ Մի մոռացեք նաև բաժանորդագրվել ալիքին եւ հավանել մեր նյութերը նույն ինքը լայք դնելով մեր տեսանյութերին։ Շարունակենք։ Երեկ երեկոյան Մեյն նահանգի Բանգոր միջազգային օդանավակայանում ավիավթար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 7 մարդ, եւս մեկ անձել օդանավի անձնակազմի անդամ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Բոմբարդիեր Challenger 600 տեսակի մասնավոր բիզնես ինքնաթիռը կործանվել է թռիչքի պահին։ Դաշնային ավիացիայի վարչության եւ ազգային տրանսպորտային անվտանգության խորհրդի տեղեկություններով ինքնաթիռը գրանցված է Թեքսասի Հյուստոն քաղաքում գործող
Arnold Տիտքին Lawyers փաստաբանական ընկերության անունով։ Ավիավթարի զոհերի ինքնության վերաբերյալ տեղեկությունների հրապարակմամբ զբաղվում են տեղական իշխանությունները։ Օդաչուների եւ դիսպեչերների միջև ձայնագրություններից մեկում լսվում է հաղորդագրություն, ըստ որ ինքնաթիռը ընկել է թռիչքից մոտ 45 վայրկյան անց։ Բանգոր միջազգային օդանավականը իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Օրլանդո, Վաշինգտոն եւ Շարլոտ քաղաքներ։ Օդանավականը փակվել է վթարից անմիջապես հետո եւ նախատեսվում է փակ մնալ առնվազն մինչեւ չորեքշաբթի կեսօր։ Ձմեռային փոթորիկը երեկատվածահար է արել Միացյալ Նահանգների հարևելյան եւ հարավային շրջանները։ Իշխանությունների տվյալներով եղանակային պայմանների հետևանքով արձանագրվել է առնվազն 18 մահ։ Ավելի քան 30 սանտիմետր ձյունը, որը ձգվել է մոտ 2100 կիլոմետր տարածքով Արկանզասից մինչև Նյու Ինգլենդ, կաթվածահար էր արել երթևեկությունը, հանգեցրել հազարավոր չվերթների չեղարկման եւ դպրոցների լայնածավալ փակման։ Որոշ առավել ծանր տուժաշրջաններում գրանցվել է մինչև 60 սանտիմետր ձյան տեղում։ Այսօր առավոտյան ամբողջ երկրում գրանցվել է ավելի քան 800,000 օզանկազերկում, չեղարկվել է շուրջ 12,000 չվերթ, սա երեկվա դրությամբ, իսկ գրեթե 20,000-ը հետաձգվել էր։ Ամենաշատ տուժած օդանավակայանների թվում են Ֆիլադելֆիան, Վաշինգտոնը, Բալտիմորը, Հյուսիսային Կարոլինայի մի շարք օդանավակայաններ, ինչպես նաև Նյու Յորքն ու Նյու Ջերսին։ Նյու Յորքում ձյունը ծածկել է բոլոր 5 շրջանները։ Ջերմաստիճանը կտրուկ նվազել է, գրանցվել են ուժեղ քամիներ։ Քաղաքի որոշ հատվածներում ձյան շերտը հասել է գրեթե 30 սանտիմետրի։ Ավելի քան 5000 սանիտարական ծառայության աշխատակիցներ շուրջօրյա ռեժիմով մաքրել են քաղաքի ավելի քան 6000 կիլոմետր ճանապարհ օգտագործելով մոտ 2500 տեխնիկա։ Քաղաքապետ Զորան Մամդանին հայտարարել է, որ փոթորիկի ամենավտանգավոր փուլը հաղթահարված է, սակայն աշխատանքները շարունակվում են։ Քաղաքապետարանը կոչ արել բնակիչներին անհրաժեշտության դեպքում զանգարել 311 հեռախոսահամարով օգնության կարիք ունեցող անձանց մասին տեղեկացնելու համար։ Բացի այդ, քաղաքապետն ասել է, որ առնվազն 5 մարդ է մահացել դրսում, ջերմաստիճանը կտրուկ անկման ժամանակ, սակայն մահվան պատճառները դեռևս ուսումնասիրվում են։ Լուիզիանայի Քադո շրջանում 2 տղամարդ է մահացել հիպոթերմիայից։ Մասաչուսեթսում ձնամաքրիչ մեքենան հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել ամուսնական զույգի, ինչի հետևանքով 51-ամյա կինը մահացել է, իսկ նրա ամուսինը տեղափոխվել հիվանդանոց։ Փենսիլվանիայի Լիհայի շրջանում 3 մարդ մահացել է ձյուն մաքրելու ընթացքում առաջացած առողջական խնդիրների հետևանքով։ Արկանզասում եւ Թեքսասում 2 դեռահաս են զոհվել սահնակով սահելու ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարների հետևանքով։ Քանզասում 28-ամյա ուսուցչուհի է հայտնաբերվել մահացած ձյան տակ, իսկ Օհայո նահանգում ծրամաքրման ընկերության աշխատակիցը մահացել է աշխատանքային դժբախտ պատահարի հետևանքով։ Թենեսիում եւս հայտարարվել է եղանակային պայմանների հետ կապված մահվան 3 դեպքի մասին։ Նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է դաշնային աղետի հայտարարություններ մի շարք նահանգների համար, Լուիզիանայից մինչև Մերիլենդ։ Այսօր արդեն այս ժամի դրությամբ գրանցվել է 6400 չվերթի ուշացում կամ չեղարկում։ Փոթորիկին հաջորդում է ծայրահեղ ցուրտը, կանխատեսվել է, որ Միացյալ Նահանգների 45 նահանգներում միջին նվազագույն ջերմաստիճանը կհասնի -12 աստիճանի ըստ Ցելսիուսի, ինչը ամենացուրտ ցուցանիշն է 2014 թվականից ի վեր։ Ռուսաստան-Ուկրաինա թեմայով Ռուսաստանը հերթական օդային հարվածներն է հասցրել Կիևին եւ Խարկովին։ Վնասվել են բնակելի շենքեր, հարձակումները տեղի են ունեցել Աբու Դաբիում ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող խաղաղության բանակցությունների երկրորդ օրվանից առաջ, որոնց ընթացքում ուկրաինացի, ռուս եւ ամերիկացի բանակցողները քննարկել են պատերազմի ավարտի հնարավոր շրջանակները։ Թեպետ բանակցություններն ավարտվել են առանց համաձայնության, ինչպես պաշտոնական Մոսկվան, այնպես էլ Կիևը հայտարարել են հետագա երկխոսության պատրաստակամության մասին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X սոցիալական հարթակում գրել է, որ կողմերը համաձայնել են իրենց մայրաքաղաքներում ներկայացնել բանակցությունների յուրաքանչյուր բաղադրիչի վերաբերյալ հաշվետվություններ եւ հետագա քայլերը համակարգել իրենց ղեկավարների հետ։ Ամերիկացի մի պաշտոնյա լրագրողներին հայտնել է, որ երկու օր տևած քննարկումների ընթացքում արձանագրվել է առաջընթաց եւ հաջորդ բանակցային փուլը նախատեսվում է անցկացնել հաջորդ կիրակի կրկին Աբու Դաբիում։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի գիշերային հարվածները Կիևում հազարավոր շենքեր թողել են առանց ջեռուցման։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով քաղաքում բացվել են լրացուցիչ տաքացվող ապաստարաններ, իսկ էներգետիկ ծառայություններն աշխատում են համակարգերի վերականգնման ուղղությամբ։ Արտակարգ ծառայությունները դեռևս վերականգնում են այն շենքերի սպասարկումը, որոնք տուժել էին նախորդ հարձակումների ժամանակ։ Քաղաքապետի խոսքով ջեռուցումը կորցրած բազմաթիվ շենքեր միայն վերջերս էին վերականգնվել։ Զելենսկին էլ հայտարարել է, որ Ռուսաստանի գիշերային հզոր հարվածները ցույց են տալիս, որ օդային պաշտպանության վերաբերյալ Դավոսի համաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է լիովին իրականացվեն։
Ոսկին գերազանցել է 1 ունցիայի դիմաց $5,000 շեմը, մոտենում է 5,100-ին։ Սպոտ գները վաղ ասիական առևտրի ընթացքում աճել են մոտ 2%-ով եւ միայն այս տարվա ընթացքում արդեն բարձրացել են 17%-ով։ Թանկարժեք մետաղը 2025 թվականին թանկացել է 64%-ով պայմանավորված գլոբալ անորոշմամբ։ Այլ գործոնների թվում են ԱՄՆ դրամավարկային քաղաքականության մեղմացումը, կենտրոնական բանկերի լայնածավալ գնումները եւ ոսկով ապահովված ներդրումային հիմնադրամներ ռեկորդային միջոցների հոսքը։ Վերլուծաբանների խոսքով միջին խթանիչը Միացյալ Նահանգների ակտիվների նկատմամբ վստահության խորացող ճգնաժամ է, որը սրվել է Թրամփի վարչակազմի կողմից իրականացված մի շարք կանխատեսելի քաղաքական քայլերի հետևանքով, այդ թվում դաշնակիցների նկատմամբ մաքսատուրքերի սպառնալիքներով։ Թուլացած դոլարն էլ հավելյալ թափ է տվել աճին, քանի որ այն ոսկին, որը գնանշվում է ԱՄՆ արժույթով, դարձնում է ավելի մատչելի այլ երկրների գնորդների համար։ Վերլուծաբաններն ակնկալում են, որ գները հետագայում են աճելու, կանխատեսելով, որ այս տարվա ընթացքում կարող է հասնել $5,500։ Այլ մետաղները եւս գրանցել են կտրուկ աճ, այդ թվում պլատինը հասել է ռեկորդային բարձր մակարդակի, իսկ արծաթը հատել է $100 սահմանը։ Այս ժամի համար նախատեսել էի այսքանը, կհանդիպենք երեկոյան թողարկման ժամանակ, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, ամենակարևորը՝ առողջ եղեք։